Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Ես շաբաթօրը պիտի լայվ անեի յութուբյան ալիքում, բայց ճիշտն ասած նենց ուժեղ գլխացավ ունեի, անհնար էր։ Դրա համար այսօր եմ, քանի որ խոստացել եմ, այսօր եմ ուզում այդ լայվը անել։ Ուրեմն ժողովուրդ ջան, ուզում եմ անդրադառնալ այս ընտրական քարոզարշավին, ոնց որ տեսնում եք բոլորդ էլ տեսնում եք, որ ԿՊ-ականների մոտ շատ լավ է ստացվում, ժողովուրդը սրտաբաց լավ ձևով ընդունում է։ Իհարկե լինում են սադրիչներ, որոնց արդեն պատրաստած դրնում են այդ վայրերում, մոտենում են, անլրտի հարցեր են տալիս, կամ սադրում են, կամ փորձում են համբերությունից հանել ԿՊ-ականներին կամ վարչապետին։ Նույնիսկ իր հայրենի Լոռիում, երբ Պապիկյանը ընտրարշավի էր մասնակցում, արձակուրդի մեջ իհարկե, փորձեցին ճանապարհը փակել մի քանի հոգով, որոնց ձերբակալել են, ու շատ լավ են արել, շատ ճիշտ են արել։ Ուրեմն ժողովուրդ ջան, ձեզ մի բան եմ ուզում ասել, սրանք իրանց սպառել են, սրանք ասելիք չունեն այլևս, ինչ որ ասելու էին, ասել են, արդեն կրկնում են, անդադ կրկնում են նույն բաները, զզվանք առաջացնելով ժողովրդի մեջ։ Փաշինյանը ցույց է տալիս իր արածը, Փաշինյանը ցույց տալու բան ունի, սրանք ցույց տալու ոչինչ չունեն, սրանք ընդամենը խոստանում են ու աբսուրդ բաներ են խոստանում, որը ոչ մի հիմք չունի, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Ժողովուրդ, առաջինը ուզում եմ խոսել Գյորգի Թոմասյանի մասին, քաղաքական մեկնաբան, ծնվել մեծացել է Վրաստանում, 4 տարի ապրել է Հայաստանում, հոյակապ խոսում է հայերեն, իդեպ, ու ասում է, որ ավելի եմ ուզում կատարելագործել իմ հայերենը։ Շատ անկողմնակալ վերլուծություն է անում, շատ անկողմնակալ։ Եվ գիտեք ինչ են անում, Գյորգի Թոմասյանին քննադատում են նրա համար, որ չի վարկաբեկում Նիկոլ Փաշինյանին, չի վարկաբեկում այժմյան կառավարությանը։ Բայց եթե վարկաբեկելու բան չկա, ինչա արհեստական վարկաբեկելու պատճառ ստեղծենք, Գյորգի Թոմասյանը ասեց, որ երբ որ այս ամեն ինչը անցնի ու նորից Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մենք էլի բաներ ունենք իրան ասելու, հուշելու, բայց ընտրություններից հետո։ Այսինքն, եթե ինչ-որ մի բան էլ կա, որ ասենք դանդաղում է իրան սրտով, չի, այդ մասին կասեն ընտրություններից հետո, որովհետև հիմա յուրաքանչյուր բառ օգտագործվում է այդ Ռուսաստանից տեղադրված այդ մարդախմբի չէ, շակալների խմբի կողմից։ Ուրեմն Գյորգի Թոմասյանը իր հղման մեջ ներքևում լայվի թողեց հասցե, որտեղ տեղադրել էր այն փաստաթղթերը, ժողովուրդ ամենայն մանրամասներով տեղադրել էր այն բոլոր փաստաթղթերը, որոնք հավաքել են ինչ-որ ժուրնալիստներ եվրոպական, որոնք վերաբերվում են այդ Ռուսաստանի վարած լրտեսական գործողություններին, միջամտելում, տարբեր երկրների քաղաքական, տնտեսական կյանքին միջամտելում։ Պարզվում է, որ ոչ թե մենակ Հայաստանի, շատ երկրների են սրանք միջամտել։
Շատ ակտիվ գործողություններ են ծավալել հատկապես Գերմանիայում, ժողովուրդ ջան։ Գերմանիան այն երկիրն է, որ ծիտը փորձում է թռնել, անցնել Գերմանիայով բռնում են։ Ուրեմն սրանք պատկերացրեք ինչ աստիճանի կատարելագործված են այդ ամեն ինչի մեջ, որ Գերմանիան չի կարողացել հաղթահարել, Գերմանիան չի կարողացել մաքրել իր տարածքը սրանցից, ամեն տեղ թափանցել են։ Ու գիտեք սրանք ասեմ ձեզ էլի ցեցի նման են, հերիքա մի տեղ մտան, արդեն կսկսեն կրծել, փչացնել, այդ հատկությունը ունեն։ Շատ դժվար է սրանցից ազատվելը, բայց հնարավոր է մենակ մի դեպքում, երբ որ ժողովուրդը կանգնի իր լեգիտիմ իշխանության կողքին։ Բազմաթիվ հանձնարարականներ ունեն, բազմաթիվ։ Հիմա ժողովուրդ, ես ձեզ մի բան պիտի ասեմ, ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք, բացի այդ երեք կուսակցություններից, որոնց մասին ես խոսել եմ, նշել եմ, ժողովուրդ ջան, բոլորը ռուսական պրոյեկտ են, բոլորը։ Մի քանի դիտողություն ստացավ Գյորգի Թոմասյանը, հիմնականում Գյորգին այդ բանը լայվը արել էր, որ այդ փաստաթուղթը տեղադրի ու ներկայացնի, թե ինչի մասին է, ինչ փաստաթուղթ է, որ բոլորս ծանոթանանք։ Ժողովուրդ ջան, Գյորգին մի քանի նկատողություն ստացավ, որ ինչ ես ուզում Գուրգեն Սիմոնյանից։ Գյորգին եւ իր մակարդակով, որպես քաղաքագետ եւ իր գործնեությամբ, որ շատ վաղուց է սկսել, շատ երիտասարդ տարիքից, ճիշտ է Վրաստանում, բայց զուգահեռ հեղափոխությունից հետո այդ գործողությունը ծավալել է նաեւ Հայաստանում։ Ժողովուրդ ջան, Գյորգին իր մակարդակով, իր գիտելիքներով 100 հատ Գուրգեն Սիմոնյան կտանի ծովը ծարավետ կբերի։ Գուրգեն Սիմոնյանը ինչ-որ, չգիտեմ, գրքերի, ինչերի շուրջ է խոսում, ընդեղից ինչ-որ ցիտատներ, բայց Գյորգի Թոմասյանը զբաղվել է քաղաքականությամբ ակտիվ ձևով շատ երիտասարդ տարիքից, եղել է Եվրոխորհրդում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը, պաշտոնական, ժողովուրդ ջան, շփվել է ղեկավարների հետ, մասնակցել է գործողությունների, այդ օպոզիցիոն գործողությունների Վրաստանի, նենց որ Գուրգեն Սիմոնյանին վարկաբեկելու ոչ նպատակ ունի, ոչ ցանկություն ունի, պարզապես Գյորգին ասեց այն, ինչը որ իրական է, ժողովուրդ ջան, ինչ որ կա իրականում։ Հիմա ինձ լսեք, իմ կարծիքը Գուրգեն Սիմոնյանի մասին, ես վաղուց էի հասկացել, որ Գուրգեն Սիմոնյանը ռուսական պրոյեկտ է, ոնց որ մյուսները, բայց ամբողջությամբ համոզվեցի, երբ որ Գուրգեն Սիմոնյանը խոսեց Նախիջևանի մասին։ Ժողովուրդ ջան, դա բացահայտ գործողությունը Հայաստանի անվտանգության դեմ, որովհետև դրանով Գուրգեն Սիմոնյանը փորձում է վատացնել հայ-թուրքական հարաբերությունները, այն դեպքում, այն ժամանակ, երբ որ մեզ շատ օդի ջրի պես պետք է, որ Թուրքիան սահմանը բացի, որ մենք կարողանանք հաղորդակցվել, որովհետև Ռուսաստանը մեզ անդադ սպառնում է փակել Լարսը։ Ու ես տեսա այդ փաստաթղթերում
որ որպեսի այդ երկրները չկարողանան առաջ խաղացում ունենալ, որը որ թիրախավորված է Ռուսաստանի կողմից, ուրեմն այդտեղ պետքա բարձրացնել ինչ-որ ազգայնական հարցեր, հողային հարցեր, ու գիտեք, շատ հետաքրքիր է, էլի, տեսեք, Գուրգեն Սիմոնյանը խոսում է Նախիջևանի մասին, Ռոբերտ Թայլատ, ներողություն, ինչ Ռոբերտ Թայլատ Քոչարովը խոսում է այդ արևմտյան Հայաստանի մասին, Հայաստան այդ կուսակցությունը, այդ դաշինքը խոսում է արևմտյան Հայաստանի մասին, Մասիս են ասում, չգիտես ինչ են երգում, արևմտյան Հայաստան են երգում, իսկ Բևերը ավելի հեռուն է գնացել, հրապարակում է Վինսենյան քարտեզը, որտեղ կան տարածքներ, որոնք գտնվում են այժմեական Վրաստանի տարածքում, ժողովուրդ ջան, սրանք բոլորը այսենց համախմբված ուզում են, որ Հայաստանը դառնա նույն իզգոյը, ինչ որ հիմա Ռուսաստանն է, հասկացաք ինչ են անում, այսինքն հանում են մեր բոլոր հարևան երկրներին մեր դեմ, բայց մի հետաքրքիր բան, խոսք չի գնում Իրանի մասին, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Իրանի հետ Ռուսաստանը ոչ մի հակասություն չունի, ընդհակառակը ծածուկ օգնում է Իրանին ու համարվում են բարեկամ երկրներ, Աստված գիտի այդ բարեկամությունը իրական չի, թե տակից ինչ է կատարվում, բայց չի էլ կարող Ռուսաստանը ուրիշ կերպ, որովհետև այստեղ կա Չինաստան, ժողովուրդ ջան, սա արվում է Ռուսաստանի պատվերով, և բոլոր այն կուսակցությունները, ովքեր հողային պահանջ են դնում, դրանք բոլորը աշխատում են Ռուսաստանի համար, բոլորը հանդիսանում են ռուսական պրոյեկտ, ոչ մի եվրոպամետ, ոչ մի արևմտյան արժեք սրանք չունեն և չեն ինչ-որ բերում Հայաստանին կամ ոչ մի մտադրություն չունեն Հայաստանը տանելու դեպի արևմուտք, ընդհակառակը սրանց բոլորի նպատակը պատերազմ հրահրելն է, Հայաստանին այն աստիճանի թուլացնելը, որ Ռուսաստանը կարողանա շատ հանգիստ ձևով գրավել Հայաստանը ու մտցնել իր կազմի մեջ, դարձնել ծայրագավառ, և դրանից հետո հավատացեք ինձ, որ Հայաստանում ոչ մի հայ չի մնա, պետք է դատարկվի այդ տարածքը, որ բերի տեղավորի այդ տարածքում ռուս-ուկրաինական պատերազմից վերադարձած իր մարդասպաններին, ինվալիդներին, բոմժերին, թափառական բերի տեղավորի Հայաստանում, ձեր տներում, Արցախում էր ուզում տեղավորեր, ուղարկեց Օվերչուկին բանակցելու Ալիևի հետ, Ալիևը մերժեց, հույսները մնաց միմիայն Հայաստանը,
իսկ այդ Արևմտյան Հայաստան հիշելը, Մասիս երգելը, Արարատ սարը ուզելը, այդ Կարս Արդահան Սուրմալու ուզելը, այդ ամբողջը արվում է Ռուսաստանի ցուցումներով։ Այդ երբեր մինչև հիմա Քոչարյան առնետի մտքով անցել Արևմտյան Հայաստան պահանջեր, Արևմտյան Հայաստանի մասին խոսար։ Հիմա է այդ ամեն ինչը կատարվում և դրա հեղինակը հենց Ռուսաստանն է։ Ռուսաստանը շատ ինչ-որ իր ծրագրի մեջ, որը սրանք ունեն, առաջնորդվում են դրանով ու անդադ շարունակում են Կիրիենկոյից ցուցումներ ստանալ։ Դուրս է գալիս, որ այս Կիրիենկոն ղեկավարում է բոլոր այդ շպիոնական, խառնակչական, այսինքն գործողությունները տարբեր երկրներում։ Ու Կիրիենկոն էլ ֆինանսավորում է բոլոր այն կուսակցություններին, բոլոր այն մարդկանց, բոլոր այն խմբերին, ովքեր կատարում են Ռուսաստանի պրոյեկտը, ովքեր կատարում են Ռուսաստանի ցուցումները, Կիրիենկոյի ցուցումները, նրանք բոլորը վարձատրվում են Կիրիենկոյի կողմից։ Այն բոլոր լրատվականները, որոնք տարածում են այդ սուտ լուրերը, վարկաբեկող լուրերը, ժողովուրդ ջան, բոլորը ստանում են, ֆինանսավորվում են Կիրիենկոյից։ Չհավատաք, որ Քոչարյանը իր գրպանից ֆինանսավորի սրանց, անհնար է։ Կամ Սամվել Կարապետյանը այս լրատվականներին գումար տա, անհնար է։ Հա, ժողովուրդ, ասցի Սամվել Կարապետյան, հիշեցի, այս ասեմ չմոռանամ, երեկ մի բան եմ նկատել, ուրեմն նայում եմ News Amer ինչեր սենց մի իրանց այդ լրատվականներից վերնագիրը դրել է, Սամվել Կարապետյանի հյուրն են լոռեցիները, Լոռու մարզից եկել են հանդիպելու Քալլեն Թափած Սամոյի հետ։ Նայում եմ ժողովուրդ, ինչ լոռեցի, ինչ բան։ Նույն մարդիկ են, որոնց ներկայացրեցին Սևանից, Գավառից ու Գեղարքունիքից։ Նույն մարդիկ կրկնում են, նույն տեսահոլովակը դրել են, տակը գրել են լոռեցիներն են։ Նույն մարդիկ, ժողովուրդ, նույն հարցերը, նույն խոսույթը, Քալլեն Թափած Սամոյի, նույն խոսույթը, ժողովուրդ ջան։ Ուրեմն նույն տեսահոլովակը տարբեր լրատվականներ, մեկը դնում է որպես իբր թե Գեղարքունիքից, Սևանից Գավառից են եկել այդ ժողովուրդը, մյուսը դնում է, ներկայացնում է իբր Լոռիից են եկել, հասկացաք, մի անգամ նկարում են, տարբեր տեղերի անուններով դնում, իբր թե մարդիկ սենց իրանց կոտորելով գալիս են, լսեն Քալլեն Թափած Սամոն ինչա ասում, ժողովուրդ ջան։ Ու մի մարդու մասին էլ եմ ուզում խոսել և ուզում եմ, որ մեր ազգային անվտանգությունը ուշադրություն դարձնի այս հանգամանքի վրա։ Ուրեմն ապրում է Ամերիկայում, արա այս իրա յութուբյան կանալի հասցենա, Արա Հարությունյան 134, Արա
Հարությունյան 134։ Պարզվում է Հայաստանից փախած մի անդուր կենդանի իբր թե արհեստական ինտելեկտի հետ համագործակցելով կոչ է անում, ուշադիր ժողովուրդ ջան, բառացի եմ ասում, սպանել է պետք Նիկոլ Փաշինյանին և նրան սատարողներին, սպանել է պետք, ուրեմն փողոցային պայքարի կոչ է անում ու կոչ է անում փողոց դուրս գալ, հիմնականում կանայք պիտի դուրս գան իրանց այդ կուխնյայի այդ աման-չամանով զնգացնելով, պահանջեն իշխանափոխություն ու եթե հանգարց այդ պարզա այդ կանանց ինչ-որ ոստիկաններ, ուժայիններ, ասենք, իրանք իհարկե կսադրեն մի բան ասեն, արդեն մեջ կմտնեն զինված տղամարդիկ ու տեղ կստեղծեն խառնաշփոթ, որի նպատակը այնա, որ ստեղծեն ինչ-որ սենց անկառավարելի վիճակ ու այդ պահին սպանեն Նիկոլ Փաշինյանին և նրան սատարողներին։ Ու այս մարդը հետո ինչ-որ Ամերիկայում է, մեր ազգային անվտանգությունը կարա կապնվի Ամերիկայի հետ ու հայտնաբերեն, հեսա յութուբյան հասցեն կա, հայտնաբերեն այդ մարդուն ու կալանավորեն, սպանության կոչ է անում, ինչով է ինքը տարբերվում են տերտերից, որ էլի են տերտերներից ավելի ճիշտ, որ մեկը բան էր անում, տերոր էր կազմակերպում են մեկն էլ զինված ապստամբություն կառավարության դեմ, այսինքն տերոր ազգային ժողովում, ինչով է այս մարդը տարբերվում սրանցից կամ ինչով է լավը, որ ազատության մեջ նստած, եթե հիմա դրա հարցերը չլուծվի, սա շարունակելու է։ Եվ ոնց է ժողովրդին համոզում, իբր թե արհեստական ինտելեկտն է ասում, ինքը հարցեր է տվել, արհեստական ինտելեկտը տենց է ասել, որ պիտի կանայք իրանց այդ կաստյուրկաներով ու կափարիչներով զնգացնեն ու կարողանան այդ ամեն ինչը ապահովել, ժողովուրդ ջան։ Հա, ուզում եմ անդրադառնալ նաև Թայրատ Քոչարովի այն արտահայտությանը, որ Նիկոլ Փաշինյանին տուզիկ է ասում, Ալիևի տուզիկ։ Դե հիմա լսի, ներողություն ժողովուրդ ջան, բայց ես իրա նոր անուն ազգանվան հետ ձեզ պիտի ծանոթացնեմ։ Լսի, ծուրբերան, գոտվերան, ձեր ձևով եմ ասում, ձեր լեզվով, ծուրբերան, գոտվերան, տուզիկը, լավ համով կենթանի է, բոլորը սիրում են, պահում են տաներում, կերակրում են, պայպայում են, տուզիկը այլ բան է, մի անգամյա օգտագործման քածը լրիվ ուրիշ բան է, դու եղել ես առաջինը Հեյդար Ալիևի քածը, եղել ես Պուտինի քածը, երբ որ ամբողջ եղածը գույք պարկի դիմաց տվել ես Ռուսաստանին, ստրատեգիական օբյեկտները տվել ես Ռուսաստանին, եղել ես Պուտինի քածը, հետո եղել ես Ալիևի քածը, որ ենքան ես Հայաստանը թուլացրել ու այդ բանակցություններում ջուրծեցել, սպասել ես մինչև
Ալիևը հարստանա, զինվի, մինչև ատամները զինվի, իսկ դու քայքայել ես բանակը, իսկ դու ստորացրել ես բանակը, ապահովել ես Ալիևի հաղթանակը։ Եթե դու Հեյդար Ալիևի քացը չես եղել, ուրեմն պարզաբանի ես ժողովրդին, բացատրի 24 անգամ օրը մեջ ինչի ես հանդիպել Հեյդար Ալիևի հետ։ Ասում ենք մեղրի մասին ես խոսել, ասում ես չէ, ես տեղյակ չեմ։ Ասում ենք անկախության հարցից քննարկել, ասում ես ինչ անկախություն, դա պատերազմ էր։ Էդ էլ չէ։ Ինչ ես բանակցել, ինչի մասին ես խոսել Հեյդար Ալիևի հետ։ Եթե դու քացը չես եղել Հեյդար Ալիևի, Սադարակում վերջին անգամ հանդիպել ես Հեյդար Ալիևի հետ 2002 թվականի սեպտեմբերի 2-ին թե 3-ին, կարծեմ 3-ին, տեսահոլովակը կա, որ առանձնանում եք վերանում առանց վկաների ու երբ որ 4 ժամ ու կես միասին վրանում մնալուց հետո դուրս եք գալիս Ալիևը ուրախը, Հեյդար Ալիևը, ուշադիր, խոսում է գառ մորթելուց, ոչխար մորթելուց, դու մտահոգ ես, որովհետև ծախել ես Ղարաբաղը, պայմանավորվել եք գումարի վրա, համաձայնվել եք, բայց մտածում ես ոնց եմ տալու, այդ ինչ ես մտածում դու։ Այս հանդիպումից հետո անմիջապես թռնում ես Մոսկվա, հանդիպում ես Պուտինի հետ ու խնդրում ես Պուտինին, որ առայժմս մի քննարկեք Ղարաբաղի հարցը, թողենք հետագային, ինչի, փող էիր սպասում, հա, իսկ գումարը ստանալուց հետո, երբ որ դու հանկարծ դարձար միլիոնատեր, հանկարծակի դարձար միլիոնատեր, նրանից հետո դու ուզում էիր, որ արյունով, Հեյդար Ալիևը մահացավ, բախտդ բերեց, բայց դու շատ լավ գիտեիր, որ ընդեղ մենակ Հեյդար Ալիևը չի տեղյակ դրանից, կան մարդիկ, որ տեղյակ են։ Դու և քո կցորդը մի քանի անգամ տարբեր բանակցություններում առաջարկել եք գրաված տարածքները վերադարձնել։ Ալիևը չի համաձայնվել, որովհետև վախենում էր, որ դրանից հետո մնացածը հնարավոր է, շատ հնարավոր էր, որ ինքնուրույնություն կամ ինքնավարություն տային, կամ միացնեին Հայաստանին, կամ անկախություն տային, ավելի հնարավոր էր դառնում դա, բայց Ալիևը դրա համար չգնաց այդ քայլին, ամբողջն էր ուզում, այդ տենց, ծուռ բեռան, գյոթվեռան, երբ որ առաջին Արցախյանում մենք հաղթել էինք ու զինադադար էր կնքվում, որի համար խնդրում էր Հեյդար Ալիևը, աղաչում էր, որ կնքվի։ Ինչի չօգտագործեցիք այդ պահը, կապիտուլյացիայի չենթարկեցիք Ադրբեջանին ու
անկախություն չպահանջեցիք Ղարաբաղի համար։ Ինչի՞։ Հարց 1։ Հարց 2. Ինչի համար չվերադարձրեցիք հենց այդ զինադադարը կնքելու ժամանակ գրաված տարածքները։ Չէ որ դու ինչի չպայմանավորվեցիք վերադարձնել։ Դու մինչև պատերազմի ավարտը տեսահոլովակը կա այդ ծուրբերան գյոթվերան դու Մոսկվայի ռուս լրագրողին ասում ես, որ երբ որ հարցնում է դուք ձեզ օկուպանտ համարում եք, ասում ես չէ, խունջիկ կրնելով քաձի նման, երբ որ ռազմական գործողությունները դադարեն, մենք վերադարձնելու ենք այդ տարածքները, այսինքն որը որ գրավել եք Ադրբեջանից, որը որ ադրբեջանիններ։ Ինչի այդ ժամանակ չվերադարձրեցիք ու չպահանջեցիք մնացածի համար անկախություն։ Երկաթը տակ են ծեծում։ Եթե դու Ռուսաստանի ու Պուտինի քացը չէիր, ինչին տեղ եկել տնգվել ռուսներ ու որոշում էին ձեր փոխարեն։ Ինչի համար։ Ով էր կռվել այդտեղ, ռուսներ կռվել, թե Հայաստաններ կռվել, ինչ պետք է ռուսը որոշեր։ Ինչ եք տալիս, ինչ եք թողնում ու այդ թողածի համար ինչ եք պահանջում։ Այդ ժամանակ դուք շատ հանգիստ կարող էիք ձեռք բերել անկախություն մնացած մասի համար Ղարաբաղի, որովհետև մեծամասնությունը 94% հայեր էին ապրում ու միացնել Հայաստանի, որպեսզի ռևանս չլինի։ Մտցնել Հայաստանի կազմ, ինչի չարեցիք։ Ասեմ ինչի չարեցիր ծուրբերան գյոթվերան, որովհետև ծախելու էիր ու ծախեցիր, բայց քանի որ միանգամից չէիր կարող վերցնել ու տալ, դու փուլ առ փուլ արեցիր դա, ոնց որ խոստացել էիր Հեյդար Ալիևին։ Ասում ես Արցախը հանրապետություն էր։ Եթե հանրապետություն էր, անկախ էր, ինչի մասին էիք բանակցում։ Էլ ինչ կար այդտեղ բանակցելու։ Հա։ Դուք էլ շատ լավ գիտեիք, որ անկախ չի, հանրապետություն չի։ Ինչի ստեղծեցիք այդ ֆեյք հանրապետությունը։ Դուք ինչ իրավունք ունեիք այնտեղ հանրապետություն ստեղծելու առանց Ադրբեջանի համաձայնության։ Եթե ամբողջ աշխարհն էլ Արցախը ճանաչեր անկախ առանց Ալիևի, առանց Ադրբեջանի ճանաչելու, դուք իրավունք չունեիք այնտեղ հանրապետություն ստեղծելու։ Ստեղծեցիք ֆեյք հանրապետություն, քեզ էր պետք, ծուրբերան գյոթվերան, քեզ էր պետք, որ դու այնտեղ թիկունք ունենաս ու կարողանաս Հայաստանում պահել քո իշխանությունը և փոխանցել քո կծորդին, դրա համար էիր պահում ֆեյք Արցախի հանրապետությունը, որպեսզի պետք է կաց ժամանակ Սամվել Կարապետյան, Սամվել Բաբայանի նման չատլախը տանկերը բերեր կանգնացներ, որ սնայպերներ բերեիր ընդեղից, որ
Այն որից մեկնել են, որ քիթ խոզը կերել է։ Հիմա կալանավորված է։ Սնայպերներ բերեիր, զինվորներ բերեիր, թաքցնեիր նկուղներում, որ հարձակվեն Հայաստանի ժողովրդի վրա, որ կրակեն Հայաստանի ժողովրդի վրա։ Այ դրա համար էր քեզ պետք այդ ֆեյք հանրապետությունը։ Ժողովուրդ, ուզում եք լավ մտածեք, ուզում եք վատ մտածեք իմ մասին։ Ես միշտ ճիշտն եմ ասել ու հիմա էլ եմ ճիշտը ասելու։ Ասում եք անօրինական դատում է Արցախի մեր Արցախի կլանին, այդ ղեկավարներին, անօրինական է դատում, հələ լավ մտածեք։ Թալանել են Արցախի ընդերքը, թալանել են ուղղակի, կտրել են անտառները, վերացնում էին բուսականությունը, քանդում էին, ավիրում էին էկոլոգիան։ Ինչա։ Հələ լավ մտածեք մի հատ, խորը մտածեք էլի։ Այն դեպքում, երբ որ Ալմա Աթայի հռչակագրով այդ տարածքը պատկանում էր Ադրբեջանին։ Իրանք տենց գործողություններ էին անում այնտեղ։ Պլյուս դրան Քորլևոնը դարձրեց Հայաստանը, Արցախը հանեցին բանակցություններից։ Հայաստանը պիտի բանակցեր Արցախի համար։ Դարձրեց Արցախի հովանավոր, որից հետո մեր ժամկետայինները ծառայում էին Արցախում։ Այն դեպքում, ես էլի եմ ասում, այն դեպքում, երբ որ Ադրբեջանը չէր ճանաչել Արցախի անկախությունը, իսկ դա պիտի արվեր հենց այդ օրը, երբ որ դուք զինադադար էիք կնքում։ Դա խաղաղության պայմանագիր չէր, դա հաշտության պայման, դա ընդամենը զինադադար էր, որպեսի դա լիներ խաղաղության պայմանագիր կամ հաշտության, դուք պիտի այդ տարածքները վերադարձնեիք, փոխարենը ստանայիք մնացած մասի համար, ստանայիք անկախություն ու անմիջապես միացնեիք Հայաստանին, մտցնեիք Հայաստանի կազմի մեջ, չէ, ձեզ ձեռ չտվեց, դուք պիտի ծախեիք, առիթից օգտվեցիր, որ Հեյդար Ալիևը վատառողջ էր, տարիքով էր, մահացավ, պահեցիր, ինչքան կարողացար պահեցիր, որպեսի թալանեք ու դու ունենաս հենարան քո իշխանությունը պահելու համար ու քո կցորդի իշխանության բերելու համար։ Բայց երբ որ տեսակ, որ արդեն եկել է այն պահը, որ հասունանում է պատերազմ, դուք իշխանությունը ինչ-որ փոխվեցիք, բարիացաք, ու երբ որ ժողովուրդը արդեն ստեղները հասած ոտի կանգնեց ու Նիկոլ Փաշինյանն էլ առաջնորդում էր այդ շարժումը, դուք քո նարկաման կցորդը կանգնեց, ասեց Նիկոլ դու ճիշտ էիր, ես սխալ, հա էլի, դուք տենց բան կանեիք, դուք տենց բան կասեիք, դու ինչի այդ նույնը չարեցիք, դուք այդ նույնը մարտի 1-ին 2008 թվի, ինչի, ինչն էր պատճառը, որ հետո արեցիք, այն ամենաանխելք մարդուն էլ պարզա, այն ամենատուպոյ մարդուն էլ պարզա, որ դուք դա արեցիք դիտավորյալ, որպեսի պատերազմի պատասխանատվությունը ընկնի Նիկոլի վրա,
Նիկոլ Փաշինյանի վրա ու նոր կառավարության։ Ու դուք ապահովեցիք Ադրբեջանի հաղթանակը։ Ինչ էր նշանակում, երբ որ ձեր մարդիկ ընդեղ զինվորներին ասում էին թողեք ճակատը, թողեք դիրքերը, գնացեք, մեկա տվածա, ծախածա։ Այդ ինչի համար էր, եթե դուք չէիք ուզում մեր պարտությունը։ Թշնամին ուներ անօթաչուներ, մեր օդը փակ չէր։ Ու երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ընտրվեց վարչապետ, դուք բոլորդ ձեր լրատվականներով, ձեր բոզերով, ձեր գողերով ոռնացիք, որ եկել է հողերը տա, այնինչ դրանից առաջ դուք ճանաչել էիք Արցախը Ադրբեջանի կազմում մի քանի անգամ, մեկի տեղ մի քանի անգամ, ու բացի դա 100 անգամ առաջարկել էիք գրաված տարածքները վերադարձնել հանուն ոչինչի, ոչ մի բանի դիմաց էլի Ալիևը չէր ընդունել, կազանում դուռը շրփացրել է դեմքներիդ, գնացել է, դուրս է եկել, որովհետև ասում եմ, Ալիևը վախեցել է, որ այդ տարածքները վերցնի, մյուս մասի համար կարող է անկախություն պահանջող լինի։ Այդ դրա համար չի վերցրել, որովհետև մյուս մասի համար, հայ բնակչության համար դա դուռ էր բացելու։ Այդ դրա համար չի վերցրել, նա ուզում էր ամբողջը, իսկ ամբողջը դուք ինչի չէիք կարողանալու տակ, էդ էլ կտայիք, տալու էիք, թավանի տակ էիք, ծախել էիք, բայց Ռուսաստանը չէր թողնում։ Գրաված տարածքները Պուտինը համաձայն էր, որ տակ, Ալիևը չէր համաձայնվում։ Ու դու ասում ես Փաշինյանը Ալիևի տուզիկն է։ Դու լինելով Պուտինի բոզը ասում ես Ալիևի տուզիկն է, հա։ Բա որ տուզիկը չէիր, տուզիկը մեծ պատիվ կլներ քո համար, եթե դու տուզիկը լնեիր Պուտինի, դու Պուտինի միանգամվա օգտագործման բոզն էիր։ Ու դե տայր, ծախել էիր, տայր, բա ինչի էիր վախենում Պուտինից։ Տայր, վերջը մեկա տվեցիր։ Տայր այսքան բանը չէր ըլնի։ Հիմա ընդհատերեսով չէին տա Նիկոլ Փաշինյանին, տարար մեր երեխեքը զոհվեցին։ Կաբուտը անենց են խոսում, ոնց որ Նիկոլ Փաշինյանն է կրակել իրանց երեխեքի վրա, բա եկել էր, մտել էր Արցախ։ Չտարավ Նիկոլ Փաշինյանը, ձեր երեխեքը ժամկետային զինծառայողներ էին ընդեղ, որի համար գնացեք Քորլևոնին շնորհակալություն ասեք։ Ինչը տարավ, որտեղից տարավ, Հայաստանից գնացել են մենակ պայմանագրայինները։ Տարավ։ Որ մեկին տարավ։ Հետո էլ մի քանի հատ դերասանի հանուն գցում եք փողոցները, կաշառում եք, ոնց որ պետքն է, ու մասսայի մեջ բոզլացիկ են դնում, ոնց որ այդ քո, չգիտեմ որտեղ էիր հանդիպում կազմակերպել, մի հատը ցցվել էր սենց, մի հատ բոզի կտոր, մի հատ պոռնոսինուս, զինվորի մայր էր ձևանում, ինչ-որ բոզլացիկ դրեց, չգիտեմ ինչեր արեց, իբր թե
ինքը չի հաշտվում են մտքի հետ, որ իրա երեխան գնացել զոհվել է։ Տիկին ջան, շնորհակալություն հայտնի հենց այդ մարդուն, ում կողքը եկել կանգնել ես, բոզ լամիշ ես լինում, բոզ լացիկ ես դնում։ Այ իրան շնորհակալություն ասա, որովհետև ինքը կարար անենց քաղաքականություն վարեր, որ այդ պատերազմը չլիներ, բայց իրանք բերեցին, հասցրեցին այդ տեղը, որ օրով, ժամով գիտեին, որ Ալիևը հարձակվելու է։ Իսկ ինքը այս ծուրբերան, գտվերանը վազելով գնաց, ստուգեց պոստերը, իրա դավաճան, իրա կաշառած, իրա գեներալները ընդեղ են, տեղում են, հոմտքները չեն փոխել, չէ, համոզվեց, որ ամեն ինչ օքեյ է, եկավ վեր ընկավ Հայաստանում իրա լակոտների հետ։ Իսկ Փաշինյանը, կինը, տղեն ընդեղ էին։ Այդ մեկ։ Երկրորդը, ինչ գիտեք, ինչ կլիներ, եթե մեր զորքը չդիմադրեր ընդեղ։ Հիմա Հայաստան չկար։ Սյունիքով մտնելու էին Հայաստան, կայծակնային արագությամբ գրավելու էին Ղարաբաղը, Սյունիքով մտնելու էին Հայաստան, գալու էին ինչքան սիրտները ուզեր, ինչքան ուզեր, մենացածները Ռուսաստանը կվերցներ։ Ու հիմա, այսքանից հետո, սրանք եկել են, ձևեր են թափում, թե իրանք եկել են Հայաստանը փրկելու Նիկոլից, բայց այդ Հայաստան փրկողները հարցրել են ժողովրդին, ժողովուրդը ուզում է փրկվի Նիկոլից։ Հա, երբ որ ժողովուրդը կկանգներ ոտքի, ոնց որ կանգնեց 2008 թվին, այ ծուրբերան, գյոթվերան կոդեմ, ու դու կրակեցիր այդ ժողովրդի վրա, երբ որ ժողովուրդը կկանգներ ու կտենա կասեր Նիկոլ, քեզ չենք ուզում ու դուք կտենայիք, որ Նիկոլը կրակում է ժողովրդի վրա, գայք փրկեիք։ Այդ ժամանակ կհասկանայինք, որ դուք փրկիչ եք։ Դուք եկել եք փրկելու Հայաստանը այն Նիկոլից, որ ճանապարհներ է սարքում, որ չի գողանում, որ վերացնում է համակարգային կոռուպցիան, որ թոշակներն է ավելացնում, որ գոնե թոշակի տարիքի մարդկանց բժշկական ապահովագրություն բերեց։ Դուք եկել եք Հայաստանը փրկելու, որ եվրոպական 40 երկրների ղեկավարների բերեց Հայաստան։ Դուք եկել եք հայ ժողովրդին փրկելու այդ Նիկոլից, շամպես սատկելու եք։ Իսկ դու ծուրբերան, գյոթվերան, սատկելու ես քո թոփալ գործ կնգա հետ և անբարոյական և գող, սատկելու ես Բաքվի բանտում։ Դու պտի երազես, որ Հայաստանում քեզ փակեն, դու Բաքվում ես սատկելու, դրա համար էլ այտենց վախենում ես խաղաղությունից, դրա համար ես այտենց սրտաճաք լինում։ Հիմա մի բան էլ ասեմ սրանց ժողովուրդ ջան ու վերջացնեմ։ Հայդեպ սրտաճաք եղեք, ձեր պապային Սինզենբինը կանչել է Չինաստան, նա կավիոր, ու թող բախտը փորձի չանի են, ինչ որ Սինզենբինը կասի, հաշվը կդնի դեմը, ու եթե հանկարծ փորձի չվճարել,
տարբեր կողմերից խփելու են ձեր սիրած պաշտած երկրից թողելու են մենակ Մոսկվան իր օբլաստներով ու թույլ չեն տալու ունենա ոչ բանակ, ոչ զենք տագնել են իրանց չունեցած ատոմային ռումբով ուզում են շանտաժի ենթարկեն Եվրոպան վաղուց հասկացել է, Ամերիկան էլ է հասկացել, որ իրանք ոչ մի ատոմային ռումբ էլ չունեն, ունեն ընդամենը կեղտոտ մարտագլխիկներ, որը կարան ընդամենը իրանց արեշնիկով հասցնեն ամենամոտ տարածքները, իսկ Ամերիկան ունի ռումբ, որը կարա 300 կիլոմետր թռնի, ռակետ, հրթիռ, որը կարա 300 կիլոմետր թռնի, իսկ ձեր այդ ամբարոյական այդ բունկերյան առնետը, որի բոզերն եք դուք, բոզերը, մի անգամյա օգտագործման բոզերն եք դուք, քացերն եք դուք, դուրս եկավ եթեր, ամբողջ աշխարհի առաջ խայտառակեց իրան սուտ խոսած, որ մենք ունենք հրթիռ, որը 10 տոննա քաշ ունի, բայց թռնում է 800,000 կիլոմետր։ Թե 800 կիլոմետր, չէ, ներողություն, 800 կիլոմետր, 800 կիլոմետր, այսինքն Երևանից Մոսկվա կարա թռնի, բայց 10 տոննա քաշով, այդ ինչ ուժ պիտի դրան թռցնի, որ դա այդ քաշով այդքան կարողանա թռնի, ուզում է ամեն կերպ ասի, որ Ամերիկայի ունեցածից հզոր է իրանց ունեցածը, բայց դե մի անգամ ցույց կտայեք էլի, մի անգամ ցույց են տվել, որ թռել է ու անհայտացել է, պարզ անգել է հենց իրանց տարածքում, երևի մի քանի մետր գնացել ընկել է, ոչ մի բան էլ չունեն, իրանց արեշնիկով կխփեն Ուկրաինային, ես ոնց որ հասկանում եմ, տես մտադրություն ունեն, որ այդ ղեկավարման կենտրոնը իբր շտաբը վերացնեն, 100 կողմից կստանան իսկական մաքուր ատոմային ռումբ, Ամերիկայից որ հաստատ կստանան, էլ չեմ ասում, որ մյուսներն էլ ունեն ուղարկելու բան, ճիշտ է, այն չի ինչ որ Ամերիկան ունի, բայց էլի վատ չի, որ այդ այլասերված մարդախումբը ոչնչանա, որի բոզերն եք դուք, պարզ է, ոչ մի բանի չեք հասնելու, ոչ մի բանի, որովհետև Հայաստանի ճակատագիրը որոշում է հայ ժողովուրդը, հասկացաք, ու սրանից հետո ինչ ասեք Նիկոլ Փաշինյանի մասին, 10 պատիկը կստանաք, այս իմ լայվը թարգմանվում է եվրոպական 40-ից ավել լեզուներով, եթե դուք այդտեղ ձեր նեղ շրջապատում Նիկոլ Փաշինյանին տուզիկ ասեցիր, այ ծուրբերան գտվերան, ամբողջ Եվրոպան լսեց պատասխանը, իմացեր, տենց է լինելու, բերաններդ, լեզուներդ ձեզ քաշեք, այդ չատլախազավրներ, իսկ են մարդիկ, ովքեր գնում են սրանց կողքը, հա, իմիջայլոց այդ ընենց դասավորում իրանց այդ քարոզները, մտքերը, որ իբր թե Նիկոլ Փաշինյանը մնաց պատերազմ կլինի, իրանք ինքան հզոր են, Ալիևը գիտեք ոնց է վախենում իրանից, Թուրքիան վախենում է, Ալիևը վախենում է, բարի գիտեք իրանք, այդ նույն դաշնակները չէին, որ
Կարսի բերթի բանալիները տվեցին։ Լավ ժողովուրդ ջան, շատ կարևոր է, շատ կարևոր Պուտինի ու Սինզենպինի հանդիպումը 5 օրից է, հայտարարել են պաշտոնապես արդեն, տեսնենք ինչ կկատարվի դրանից հետո, ընտրության օրերը մոտենում են, ժողովուրդ ջան, ցույց տվեք, հա, ցույց տվեք ձեր ուժը, ցույց տվեք ձեր հզորությունը, ցույց տվեք, որ դուք իրանց ասածը չեք, որ դուք ծախվող տեսակը չեք, որ դուք տեր եք խաղաղությանը, ձեր երեխաների ապագային, Հայաստանի պետականությանը, լավ, պայմանավորվեցինք, դե ուրեմն առաջ, ժողովուրդ ջան, բոլորիդ ցանկանում եմ առողջություն, ողջախոհություն, հպարտ եղեք ու մի վերցրեք դրանց ձեռքից ոչինչ, դրանք արյունոտ փողեր են, լավ բանի վրա չեք ծախսելու, նրանք պատերազմ են բերելու, նրանք ավերածություն են բերելու, նրանք արյուն են բերելու, նրանք զոհեր են բերելու, նրանք հայի արյուն են խմելու, ժողովուրդ ջան, այսքանը կհանդիպենք բարին ընձեզ